Հարգելի տիկնայք եւ պարոնայք, Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց։ Այսօր Բրյուսելում Կարնեգի հիմնադրամի գրասենյակ իր այցելության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը։ մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի։ Հայտարարել է Սերժ Սարգսյանը Բրյուսելում այն բանից հետո, երբ 3 Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ ազդարարեցին Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին։ Փաստաթուղթը, սակայն, հավանաբար կստորագրվի միայն ամիսներ անց, հայտնում է այժմ Բրյուսելում գտնվող իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նախագահ Սերժ Սարգսյանից եւ նրա գլխավորած պատվիրակությունից բացի այս օրերին Բելգիայում են նաեւ հայաստանյան 4 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկումներ են ունենում առաջիկա ընտրությունների եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ։ Խնդիրը հետեւյալն է, որ Եվրամիությունում հիմնական փաստաթղթերը պետք է թարգմանվեն բոլոր լեզուներով եւ այս պարագայում համաձայնագիրը, որն արդեն բանակցություններն ավարտված են, արդեն բանակցված են, պետք է թարգմանվի անդամ պետությունների լեզուներով եւ պետք է նաեւ փորձագետները եզրակացություն տան։ Ըստ Իոաննիսյանի, թեև ստորագրումից առաջ պետք է լուծվեն միայն տեխնիկական հարցեր, այնուամենայնիվ հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչների տեղեկություններով Եվրամիությունը ցանկանում է փաստաթուղթը ստորագրել միայն ընտրություններից հետո։ Մենք փորձեցինք հասկանալ կապը նաեւ ընտրությունների հետ, բայց ըստ էության այդ հարցին միարժեք պատասխան չկա։ Այդուհանդերձ ենթադրվում է, որ եթե ընտրությունները անցնեն շատ վատ, ապա կարող է Եվրամիությունը վերանայել իր մոտեցումը։ Ամեն դեպքում այս պահին մոտեցումը այն է, որ պայմանագիրը բանակցված է, ավարտված է եւ պետք է ստորագրվի։ Արևելյան գործընկերության քաղաքասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանն իր հերթին հիշեցնում է, թե ֆինանսական ինչ մեծ ներդրում է ունեցել Եվրոպական միությունը ապրիլի 2-ին անցկացվելիք ընտրություններում։ Այդ տեսանկյունից որոշակի շահագրգռվածություն ունի, որպեսզի այս ընտրությունները որակական տեսանկյունից տարբերվեն Հայաստանում անցկացված նախորդ ընտրություններից եւ մյուս կողմից բնականաբար կախված նայած թե ինչպես կանցկացվեն ընտրությունները, Հայաստան իրեն կարող է դրսևորել որպես կանխատեսելի եւ վստահելի գործընկեր կամ որպես ավելի քիչ կանխատեսելի եւ վստահելի գործընկեր։ Այդ պատճառով իմ կարծիքով բնականաբար Եվրամիության շահերից բխում է ստորագրել այդ համաձայնագիրը ընտրություններից հետո, ոչ թե առաջ։ Թեև արդեն բանակցված նոր շրջանակային համաձայնագրի նախագիծը չի հրապարակվել, այնուամենայնիվ հայաստանցիների տեղեկություններով այն ներառում է ասոցիացման համաձայնագրի հիմնական քաղաքական բաղադրիչները, գրեթե ոչինչ չի պարունակում 2013-ին տապալված նույն համաձայնագրի տնտեսական բաղադրիչից։ Եվ ցավոք սրտի, ուրեմն վիզաների ազատականացման հարցը այդ պայմանագրով ձևակերպված է որպես երկարաժամկետ նպատակ։ Հիշեցնենք, երեկ Տուսկի հետ ասուլիսի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ ակնկալում է, որ առաջիկայում կմեկնարկի նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Մինչ այդ հարևան Վրաստանի եւ Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի արդեն մարտի վերջին։ Եթե Հայաստանը հետևողականորեն եւ ոչ իմիտացիոն կատարի այն պարտավորությունները, որոնք որ նախանշված են վիզաների ազատականացման համար, Հայաստան կարող է ակնկալել։ I am pleased to welcome President Sargsyan to Brussels. Անգամ առանց վիզաների ազատականացման խոստման նոր շրջանակային համաձայնագիրը ըստ փորձագետների հնարավորություն կտա Հայաստանին բազմազան ոլորտներում համագործակցել Եվրամիության հետ։ Ինչպես երեկ նշեց Եվրախորհրդի նախագահը, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերն է, առաջին միջազգային դոնորը եւ բարեփոխումների ամենաուժեղ աջակիցը։ Սա ներառում է հսկայական ոլորտների քանակություն, սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած, չգիտեմ, կրթությամբ, մշակույթով եւ այլն եւ այլն։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը մտահոգում է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանն։ Այս մասին երեկ երեկոյան Բրյուսելում Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ I am concerned about the continuing violence along the line of contact. Շփման գծի երկայնքով շարունակվող բռնությունները, այդ թվում անցած հանգստյան օրերին տեղի ունեցածը մտահոգում են ինձ։ Լարվածության հետագա աճից խուսափելը խիստ կարևոր է, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Շարունակվող այս հակամարտությունն արգելակում է տարածաշրջանի զարգացումը։ Դա է պատճառը, որ մենք խրախուսում ենք թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի այդ ուղղությամբ գործադրած ջանքերը, հայտարարում էր Ստոլտենբերգը։ NATO fully supports the Minsk group process to that end. Սերժ Սարգսյանի համոզմամբ էլ Ղարաբաղյան խնդիրն այլևս դժվար է դասել սառեցված հակամարտությունների շարքին։ Ապրիլյան պատերազմը դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը ծանոթ հրետանու եւ զինտեխնիկայի կիրառման փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն ակտիվ է եւ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ, աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱԿ Մինսկի խմբի ջանքերին։ Շնորհակալ եմ, պարոն գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար։ Ես նկատի ունեմ Մինսկի խմբին աջակցելու համար։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երեկ կայացած բանակցությունների ընթացքում Հայաստանի ղեկավարն ու դաշինքի գլխավոր քարտուղարը քննարկում էին նաև հետագա համագործակցության խորացման հեռանկարը։ Ստոլտենբերգը հատուկ ընդգծում էր հայ զինվորականների մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող մի շարք գործողություններին։ Մենք մեր գործընկերությունը զարգացրել ենք երկար տարիների ընթացքում։ Այս տարի մենք նշում ենք Հայաստանի կողմից Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին անդամակցության 25-ամյակը։ Դա որոշիչ մի ժամանակաշրջան էր, որն անմիջականորեն հաջորդել էր սառը պատերազմի ավարտին։ Հենց դա էր մեր գործընկերության հիմքը, որի վրա մենք երկար տարիների ընթացքում կառուցում էինք մեր հետագա համագործակցությունը, հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։ Իսկ որքանով է համատեղելի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում պաշտոնական Երևանի անդամակցության հետ, ասուլիսին ներկա հայ լրագրողներից մեկի հարցին պատասխանելով Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, թե այստեղ որևէ հակասություն չկա։ Անշուշտ տարբեր նպատակներ են հետապնդում եւ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ն, բայց նորից եմ կրկնում, որ մեր պրակտիկան խոսում է այն մասին, որ հնարավոր է, որպեսզի երկիրը իր ազգային անվտանգություն ապահովելու համար համագործակցության եզրեր գտնի տարբեր ձևաչափերում։ Իմիջիայլոց ասեմ, որ Եվրամիության հետ, երբ որ բանակցություններ էինք վարում, երբ որ խոսքը գնում էր Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության մասին, եւ Եվրամիությունում որոշակի մտահոգություն էին հայտնում այս առիթով, մենք բերում ենք ՆԱՏՕ-ի օրինակ, ասելով, որ լինելով ուրեմն ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, մենք 25 տարի է համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ դրանից ոչինչ բան չի պատահում։ Շփման գծում անցած շաբաթվա վերջին բախումներից հետո Ղարաբաղյան խնդիրը կրկին հայտնվել է միջազգային կառույցների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Իրավիճակի սրման կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ՄԱԿ-ը։ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեփան Դյուժարիկը հայտնել է, որ Անտոնիո Գուտերեշը իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի ընթացիկ ջանքերին նվազեցնելու լարվածության ներկայիս վտանգավոր մակարդակն ու կանխելու հետագա սերումը։ Խոսնակի փոխանցմամբ Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ հրադադարի համաձայնագրի խախտող որևէ գործողությունից եւ հորդորել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցություններն ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի
հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն իր հերթին Ռուսաստանին է մեղադրել հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Իր ռազմական ներկայությամբ Հայաստանում սպառազինության վաճառքով Ադրբեջանին, ինչպես նաև կողմերի ցուցաբերած իրաջակցման շարքման միջոցով Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակն այդ տարածաշրջանում, պնդել է ՆԱՏՕ-ի գեներալը։ Հակամարտության կարգավորման վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Վորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում, ասելով, որ անցած տարի դեկտեմբերին սեղանին հետաքրքիր առաջարկներ կային, նախկին համանախագահը սակայն չի մանրամասնել այդ առաջարկները։ Փորձագետները փաստում են, որ բանակցային գործընթացն այսօր փակուղում է, իսկ կողմերը կոշտացրել են իրենց դիրքորոշումները։ Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի կարծիքով լարվածությունը շփման գծում սպասելի էր եւ շարունակական բնույթ է կրելու։ Желанием обеих сторон, как Азербайджана, так и Армении, идти на компромиссы, повышением ставок как со стороны Армении, так и со стороны Баку. Եվ Երևանը եւ Բաքուն չեն գնում զիջումների, ընդհակառակը բարձրացրել են իրենց խաղադրույքները։ Միջազգային հանրությունը ել չի ուզում ներքաշվել այս հակամարտության մեջ մի կողմից, մյուս կողմից պատշաճ ուշադրություն չի դարձնում դրան։ Այս պայմաններում Բաքուն անընդհատ գնալու է իրավիճակի սրացման։ Ռուսաստանցի փորձագետը թեև ընդգծում է, որ քարորիա պատերազմից հետո լայնածավալ պատերազմի հավանականությունն աճել է, սակայն առաջիկայում 2016-ի արյունալի բախումների կրկնություն չի կանխատեսում։ Картина конфликта, она совершенно другая картинка, да? Այսօր պատկերը բոլորովին այլ է, եթե ինչ-որ ավելի լուրջ բան լիներ, կողմերի գործողություններն այլ կլինեին։ Նկատենք, որ ռուսական պետական լրատվական գործակալությունների ուշադրությունից չի վրիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել։ Ռուսաստանցի փորձագետի փոխանցմամբ պաշտոնական Մոսկվայի արձագանքը կախված կլինի նրանից, թե ինչքան հեռու կգնա Երևանը։ Եվ իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Москва пытается соблюсти какой-то вот статус-кво, который сейчас выгоден Армении, это что выгодно Армении, да? Но если мы видим, что Армения уходит... Այսօր Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում, ինչը ձեռնտու է Հայաստանին, բայց եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը, ավելի ադրբեջանամետ դիրքորոշում կորդեգրի։ Օրինակ, այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ավելի կոշտ կլինի։ Կհիշի օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի 4 հռչակագրերը։ Моментально вспомнит о 4 резолюциях ООН и так далее, и так далее. Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը սակայն համոզված է, որ Հայաստանի նախագահի այցը Բրյուսել եւ այնտեղ արված հայտարարությունները ամենևին էլ չեն նշանակում, որ պաշտոնական Երևանը փոխել է իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանի Հանրապետությունը շատ լավ հասկանում է երկրի ղեկավարությունը, թե ինչ լծակներ ունի Ռուսաստանը ազդելու, եթե Հայաստանը փորձի փոփոխվել իր ավտանգային կամ ռազմական քաղաքականության մեջ, հետաբար դա Հայաստանի ընտրություններ Եվրամիության հետ հարաբերություններում սահմանափակվել միայն այն ոլորտներում, որտեղ որ խնդիրները Ռուսաստանի հետ չի լինելու։ Հետաբար ես չեմ կարծում, որ մենք տեսանելի ապագայում ունենանք ինչ-որ լուրջ խնդիրներ Մոսկվայի հետ։ Ընթացքում մենք տեսնենք ինչ-որ արձագանքեր Ռուսաստանի փորձագիտական կամ քաղաքական դաշտից, բայց այն, որ կոնսուլտացիաներ տեղի են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև եւ դրա մեկտեղ նաեւ այն, որ օֆիցիալ Երևանը բավականին լուրջ հետևություններ էր արել հնարավոր վտանգներից, այդում նաեւ ելնելով 2013 թվականի սեպտեմբերի հայտնի իրադարձությունից, դա ակնհայտ։ Պարոն Սուրենյան, մառախուղի վերջը երբ է Երևանու, գարունը երբ է գալու եւ հավաստի տվյալը։ Ուրեմն փետրվարի 24-ից, երբ որ մենք հայտարարեցինք, որ հանրապետության տարածքներ թափանցելու են Եգիպտոսի ստակոթային հոսանքներ, դրանք իրոք այդ 24-ից 25 ընկած ժամանակահատվածում ներխուժեցին մեր երկիր, ինչի արդյունքում մոտի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի եւ Երևանի էականորեն բարձրացավ, նույնիսկ այնքան բարձրացավ, որ լեռնային բոլոր գոտիներում ցերեկային ժամերին արձանագրվում է դրական ջերմաստիճան, համեմատության համար ասեմ, որ այսօր Աշոտսկում +2 աստիճան է, բոլոր լեռնային բնակավայրերում Ապարան, Սևան, Հրազդան, Գավառ, Մարտունի +3-ից մինչև +5 աստիճան, միայն այս Արարատյան դաշտի հատվածն է եւ Երևանի ցածրադիր գոտին, որը գտնվում է այդ լճացած սառոթի շերտում եւ մառախուղը փաստորեն չի թողնում, որ այդ տակոթային հոսանքները ներթափանցեն դեպի Երևանի ցածրադիր գոտի եւ Արարատյան դաշտի ցածրադիր գոտի։
Ես պետք է ասեմ, որ այս երևույթը ուրեմն աննորմալ երևույթ է եւ երբևիցե չի գրանցվել մեր օդերևութաբանական պատմության ընթացքում ես հստակ կարող եմ ասել, որ վերջին 100 տարիներին տարվա այս ժամանակահատվածում Արարատյան դաշտում մառախուղ եւ սառը օդի լճացում ուրեմն չի գրանցվել։ Սա բացառիկ է նաեւ իր տևականության առումով արդեն 5-րդ օրն է, որ մառախուղը բարբերաբար շարունակվում է, ընդ որում գիշերային առավոտյան ժամերին սրվում է, ցերեկային ժամերին որոշակիորեն նոսրանում է։ Առաջիկա օրերին այդպես խիստ դրական կանխատեսումներ չկան, բայց ամեն դեպքում օր-օրի արդեն նկատվում է երևույթի աստիճանաբար թուլացում, հենց թուլացումը նրանով է արտահայտվում, որ գոնե ցերեկային ժամերին մի քիչ նոսրանում է ուրեմն այդ մառախուղի գոտին եւ օդի ջերմաստիճանը գոնե դրական արժեքներ է ընդունում, ամեն դեպքում այսօր Երևանում արդեն ցածրադիր հատվածում ջերմաստիճանը 0+1 աստիճան է, բայց բարձրադիր հատվածում ջերմաստիճանը մի քանի անգամ ավելի բարձր է, մինչև +5-+6 աստիճան եւ ընդհանրապես այս վերջին 5 օրերին Երևանի բարձրադիր գոտում ջերմաստիճանը ցերեկային ժամերին մոտ 5-ից 7 աստիճանով ավելի բարձր է եղել, քան ցածրադիր հատվածում, այնպես որ ինչպես ձևակերպեմ, որ ճիշտ տվա, երբ որ բժիշկի համար հիվանդությունը պարզ չէ, այսինքն չհայտնագործված հիվանդություն է, բժիշկը դժվարանում է, չէ, ախտորոշել տվյալ անձը ինչ հիվանդ է, թե չէ։ Հիմա տվյալ դեպքում մեզ մոտ դիտվում է մի երևույթ, որը մենք ականատես չենք եղել, այսինքն մեր մասնագետների համար դա այդքան էլ սովորական երևույթ չէ, որը գիտականորեն ուրեմն ամբողջությամբ բացատրելի լինի։ Այնպես որ ես որակում եմ դա որպես անոմալիա եւ հորդորում եմ ազգաբնակչությանը, հատկապես Արարատյան դաշտի եւ Երևանի ազգաբնակչությանը լինեն լավատես, գարունը անպայման կգա եւ առաջիկա օրերին արդեն աստիճանաբար ես նորից կրկնվեմ, դուք կզգաք օդի ջերմաստիճանի արդեն բարձրացման այդ երևույթը։ Մոտավոր պատճառներ կան, թե ինչն է հետևանք դարձել այսպիսի մառախուղի կուտակման։ Մենք այս տարի այսպես ենք բացատրում, քանի որ Արարատյան գոգավորությունը ողջ ձմռան ընթացքում լցված էր սառը օդով, հետևաբար տակոթային հոսանքների ներթափանցումը այդ սառը օդային հոսանքների վրայով դրանք շփվում են իրար հետ եւ սառը եւ տակոթի այդ շփումից առաջանում է ջրային գոլորշիների կոնդենսացում, խտացում, որը արտահայտվում է մառախուղի ձևով։ Սա է գիտական բացատրությունը, բայց ես նորից եմ կրկնում, որ տարվա այս ժամանակահատվածում այսպիսի երևույթ պետք է չլիներ, ինչու, որովհետեւ արդեն փետրվարի վերջին արեգակի ճառագայթների անկման անկյունը բավականին մեծանում է, էներգետիկ հոսքը արեգակից մեծանում է դեպի երկրի մակերևույթ, երկրի մակերևույթը տաքանում է, հետևաբար առաջանում են турբուլենտ հոսանքներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի առաջանա սառը օդի լճացում։ Բայց այս տարի բացառություն է փաստորեն այն առումով, որ նույնիսկ արդեն վաղը գարնան առաջի օրն է, մարտի 1-ն է, բայց փաստորեն արեգակնային էներգիան անզոր գտնվեց Արարատյան դաշտի եւ Երևանի իմաստով, որպեսզի թույլ չտա, որ առաջանա նորից սառը օդի լճացում։ Իսկ ընդհանուր կանխատեսում կամ ուսումնասիրություն կա, ինչպիսի գարուն կունենանք։ Գարնան մասին առանձնապես դեռևս մենք այդպես երկարատև կանխատեսումներ չենք անում, միայն մարտն ենք հրապարակել այսօր, որ ակնկալում ենք եւ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, տեղումները մի փոքր նորմայից ավել։ Իհարկե մարտը միշտ էլ աչքի է ընկնում եղանակային վայրիվերումներով, այսինքն հաճախակի կլինեն եւ տակոթի ներթափանցում, եւ սառոթային հոսանքներ, դե բոլորս էլ գիտենք, թե մարտը ինչպիսի ուրեմն վայրիվերումներով է մեր երկրում արտահայտվում, բայց ամեն դեպքում նա ազդարարում է գարնան գալուստը։ Facebook-ում անհամբերության եւ նաեւ ձեր նկարներով տրոլինգ։ Ես դա շատ նորմալ եմ ընդունում, ինչի, որովհետեւ քանի որ ձմեռը շատ երկարատև էր եւ ամբողջ ձմռան ընթացքում ազգաբնակչության ուշադրությունը հենց կենտրոնացած էր ուրեմն եղանակի վրա, դե բնականաբար եղանակը ներկայացնողն էլ ես եմ, հետեւաբար մարդիկ ինչ որ ձևով պետք է արձագանքեն իրենց դժգոհությունը այս ցուրտ եղանակի վերաբերյալ, որովհետեւ որոշ մարդկանց համար սա ուղղակի պատուհաս է փաստորեն դարձել, մարդիկ բազմաթիվ խնդիրներ ու խնդիրներ ունեն ու այս շարունակաբար այդ ցուրտը պարզապես ազդում է մարդու նյարդային համակարգի վրա, իսկ մարդու նյարդային
համակարգը եւ հոգեբանությունը անմիջապես կապված է եղանակի հետ, այսինքն պարբերաբար ցուրտը, պարբերաբար արևի բացակայությունը դա մարդու մոտ առաջացնում են որոշակի հոգեբանական ընկճվածություն։ Հետևաբար էլ ընկճված մարդն էլ պետք է իր դժգոհությունը թափի ցուրտը ներկայացնողի վրա, որը տվյալ դեպքում ես եմ, ես դա շատ նորմալ եմ ընդունում հիմա ինչ արած։ Մեր ժողովուրդն է, մեկը լավ կարտահայտվի, մեկը վատ կարտահայտվի, եթե հանրային դեմք ես, պետք է պատրաստ լինես եւ դրական եւ բացասական կարծիքներ լսելու։ Ամենատպավորիչ նամակը, որ ստացել եմ, ընդ որում նամակը չէ, դա հարյուրավոր մարդիկ են գրել, եթե մի անց չի գրել, որ ես հանցավոր կապի մեջ եմ մտել հայ-ռուս գազարտի Գազպրոմի հետ, դիտմամբ սարքել ենք այս ցուրտը, այդ մառախուղի շերտը Արարատյան դաշտի տարածքով, որպեսզի էներգիայի եւ գազի սպառումը մեծ լինի եւ ժողովուրդը շատ փող վճարի ուրեմն Գազպրոմին։ Ընդ որում դա մեկ հոգու չէ, բազմաթիվ մարդիկ են եղել, որ շատ լուրջ, երկար, այսպես նամակի տեսքով դա ինձ ուղարկել են, ես ուղղակի հաստատում եք։ Գիտեք ինչ, մարդը դեռևս մի բանի չի հասել, ինձ թվում է, մենք շատ ենք զարգացել ընդհանրապես, բայց մի բանի չի հասել, որ կարողանա ազդել բնության վրա եւ ամիսներով ձևավորի մառախուղի շերտ ու թույլ չտա, որպեսզի եղանակը տաքանա կամ չտաքանա։ Մենք դեռ այդքան չենք աճել, մարդկությունը նկատի ունեմ եւ ես վստահ եմ, որ երբեք էլ նման բան չի կարող լինել։ Ոստիկանությունն ընդդեմ SOS TV-ի վերջին դատական նիստն այսօր շուրջ 3 ժամ տևեց։ Դատավոր Արթուր Ստեփանյանն ի դեպ թույլ տվեց նիստի միայն առաջին 5 րոպեն նկարահանել։ Կողմերը նախ հաղորդման վարող Վիլեն Գայֆեջյանի փաստաբանի ներկայացրած տեսանյութերը դիտեցին, ապա ճառով հանդես եկան։ Ոստիկանության ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը պնդեց SOS TV-ի եթերում Գայֆեջյանը փողոցային բառապաշար օգտագործելով նվաստացնում ու նզովում է ոստիկանությանն ու դրա աշխատողներին։ Դատարան դիմաց ոստիկանների ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանն էլ հաղորդման անձնակազմին ու լրատվամիջոցներին ընդհանրապես խորհուրդ տվեց ավելի լուրջ թեմաների անդրադառնալ։ SOS TV-ի վիճարկվող հաղորդումը, հիշեցնենք, վերաբերում էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառմանը։ Ավելի լուրջ խնդիրներ կան այս երկրում, որ կարելի է ուղղակիորեն ներկայացնել։ Օրինակ 10 տարեկան երեխաները երբ որ մուրում են փողոցում։ Օրինակ 11 տարեկան անչափահաս երեխաները երբ որ փողոցներում վտանգավոր վայրերում փորձում են մի բան վաճառել։ Օրինակ շենքերի տանիքներից ահավոր մեծ սարուստներ են կախված այսօր։ Ինչ վերաբերում է ծնողներին, որոնք որ վիշտ ունեն, երեխա են կորցրել։ Լրագրողները բոլորը շատ լավ հնարավորություններ ունեն լրագրողական հետաքննություն իրականացնեն, գնան են բոլոր երեխաներին տեսնեն, ովքեր որ ծառայել են նախկին միացել հետեքի, օգնություն ցուցաբերեն։ Բնդում են, իրավորում են, նսեմացնում են ոստիկանության ուրեմն բանի համբավը, դրա վստահությունը հասարակության մեջ ունեցած, որպես հանրային ուրեմն իշխանության մարմին ոստիկանության է, այսպես ասած, ցեղոտել, ճակերտավոր իհարկե շատ հեռու են դրանց իրականում ուրեմն երազանքի հասնելու։ 2015-ի փետրվարին ու մայիսին իրավապահները Սևազգեստ մայրերի նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ մի մայթից մյուսն էին տեղափոխել։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր դատարանում պնդեցին, նրանք ծնողներին նախապես փորձել են համոզել ու ստիպված են եղել հարկադրանքի դիմել։ Այդ միջակայք կազմվածություն կա ուրեմն այսպես ասած բողոքի ակցիայի մասնակիցների կողմից իրենց հավատքի ազատ իրականացման իրավունքի հարգում։ Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի խոսքով ոստիկանությունը պատիվ արժանապատվություն է փորձում պաշտպանել, որը փաստացի արդեն արատավորված է։ Փաստաբանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կատարված հետազոտության արդյունքները ներկայացրեց, ըստ որի ոստիկաններին Հայաստանի քաղաքացիները չեն վստահում։ Կա ապացույց այն մասին, օբյեկտիվ հետազոտություններով, որ ոստիկանությունը հանրության շրջանում չունի բարի համբավ, պատիվ եւ համապատասխան արժանապատվություն, որպեսզի վերագրում է իրեն եւ դրա պաշտպանության հայտով դիմում է դատարանին։ Դուք չի, որ կամ որևէ մեկը չի, որ նման ներկա պարագազարտայություն ներկա բանի ինչ-որ սոցիոլոգական հարցման արդյունքների հիման վրա հայտարարի, որ հանրային իշխանության մի ամբողջ գերատեսչություն չունի բարի համբավ։
Կողմերը վիճարկվող արտահայտությունները փորձեցին ստուգաբանել, որն արդյունքում վեճի վերածվեց։ Դատարան եկել եք որպես Ես ներկայացնում եմ լեզվաբանական բակարանային Իրավապահ կառույցը դատարանից պահանջում է հաղորդավարին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել ոստիկանությունից եւ բարոյական վնասի փոխհատուցում վճարել։ Համահայց, որ երկու ոստիկաններն իրենց վիրավորելու համար Կայֆեջյանից 2 միլիոն դրամի փոխհատուցում են պահանջում։ Դատարանի վճիռը կհրապարակվի մարտի 14-ին։ Բավականին երկար տարիներ զբաղվում եմ ջերմոցային տնտեսությամբ, չեմ հիշում որևէ տարի, որ այս տարվա նման ստեղծված լինի այդքան լուրջ դժվարություններ ջերմոցային մշակությունը կազմակերպելու համար։ Դե արդեն պարզավ ու հասկանալի նկատի ունեմ այս տարվա սառնամանիքները եւ ցրտերը։ Նկատի ունենալով դեռևս շարունակվող գազի բարձր գները, գազի ցածր որակը եւ այս տարվա նման սառնամանիքները ֆերմերների ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների մոտ բավականին լուրջ դժվարություններ առաջացել։ Պատկերացրեք, որ ջեռուցումը այս տարվա ընթացքում հունվար, փետրվար, չգիտեմ, մարտը ոնց կլինի, ջերմոցները տաքացվել է եւ գիշերային ժամերին, եւ ցերեկային ժամերին։ Իսկ դա առաջացել է բավականին լուրջ գումարային խնդիրներ, չգիտեմ, հետագայում ինչ գնով կիրացվի ապրանքը, ոնց կլինի ինքնարժեքը բավականին բարձր, ջերմոցային տնտեսությունները այս տարի կանգնած են լուրջ դժվարությունների առաջ։ Ամենացուրտ ամսին գազի վարձավճարը ամսվա համար որքան է կազմել։ Հունվար ամսին կոնկրետ իմ պարագայում կազմել է 1 միլիոն 300,000 դրամ։ Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ անցյալ տարվա համեմատ այս տարի գազի գները պակասեցվել է, կարելի ասել ոչ այդքան շատ։ Այդ տեսեք, հայտարարում են, որ Գազպրոմ Արմենիան հայտարարում է, որ ջերմոցային տնտեսությունների համար գազի գինը սահմանված 100 դրամ։ Ես ձեզ ասեմ, որ դա այտենց չի։ Այդ 100 դրամի վրա, իրենց տեղադրած հաշվիչների վրա, չգիտեմ ինչ ճշտիչ-մշտիչներ են տեղադրել, որի վրա ավելանում է նաև գործակիցներ։ Այսինքն ավելանում է քու վճարած գազի գումարը մեխանիկորեն բարձրացում է եւ կարելի ասել գազի գինը վերջնական նայած ամիսների վերջնական արդյունքում կազմի մոտավորապես 125-130 դրամ։ Այնց որ հայտարարված այդ 100 դրամ մեկ խորանարդ մետրի համար գազի գինը դա իրականությանը չի համապատասխանում։ Ոչ մի ջերմոցային տնտեսություն 100 դրամով գազի գին չի այդ գնով գազի գինը չի ուրեմն վճարելու։ 100-ից բարձր է կազմում։ Հետ կապված գազի որակը ես ձեզ ասել եմ, բազմաթիվ հարցազրույցների ժամանակ ես անընդհատ նշել եմ, քանի գազի գները բարձրացավ, գազի որակը ընկավ։ Ես հիշում եմ 30 այն ժամանակ չեմ հիշում որտին 35 դրամ արժեր մեկ խորանարդ մետր գազը, այն ժամանակ գազի որակը ավելի լավ էր մի քանի անգամ, քան թե հիմի։ Քանի գազի գները բարձրացավ, որակը ընկավ, քանի բարձրացավ, որակը ընկավ։ Անձամբ ես զգում եմ, որ նախորդ տարիներին նույն բնակլիմայական պայմանների ժամանակ ես ինչքան գազ եմ, քանի խորանարդ մետր գազ եմ վառել, ինչքան եմ վճարել եւ համեմատում ես բավականին տարբերություններ կա գազի գնի եւ վճարումների եւ որակ։ Նկատի ունեմ գազի որակը։ Գազը որակ չունի։ Այս տարի Թուրքիայից ներմուծվում է մեծաքանակ բան։ Դուք շատ ճիշտ հարց եք բարձրացնում։ Այ տեսեք, ես էլ եմ նշում, բազմաթիվ իմ հարցազրույց մամուլի ասուլիսների ժամանակ եւ այլ անընդհատ նշել ենք, վերջապես երբ պիտի արմատախիլ արվի այդ երևույթը։ Շարունակում է, տեսեք, բարձր ինքնարժեքով ջերմոցային տնտեսական ֆերմերները աճեցնում են եւ գալիս է մի պահ, որ պիտի իրենց աճեցածը վաճառեն, փակեն իրանց գազի վճարած գումարները, փակեն իրանց վեցրած վարկերը եւ ստացվում անենց, որ մարդիկ նույնիսկ ոնց որ ասած նիչայով չեն կանում դուրս գան, վնասով են դուրս գալի։ Դա ի՞նչ է նշանակում։ Դեռևս շարունակում է, ես չեմ հասկանում էլի նուժելի ոնց կարելի է էլի այդ Թուրքիայից անորակ
անհայտ ծագումով, չգիտեմ, թող տանեն, դնեն լաբորատորիա համեմատեն տեղական արտադրողները եւ Թուրքիայից ներկրված բան, ստեղծում է բացարձակապես անհավասար պայմաններ տեղական արտադրողի եւ դրսից ներկրողի միջեւ։ Փոխանակ խթանեն, արգել են եւ այլն, դեռևս շարունակում այդ արատավոր երևույթը դա ռազմավարական, նույնիսկ ռազմավարական նշանակություն ունի։ Ինչ գիտես դա, ինչ ծագումով է, ինչ է, այդքան ճանապարհագալի, ինչ են անում, վերջապես այդ սննդամթերքը օգտագործում է ազգաբնակչության կողմից եւ դա վատ երևույթները տարիներ հետո զգացվելու է։ Կարելի է համատական եզրեր անցկացնել, զգացում է տարբերությունը նախորդ կառավարությունների, նախորդ, չգիտեմ, իրականացած գյուղատնտեսությունը վերջապես ներդրումներ կատարելու իմաստով եւ այլն, տարբերություն զգացում է, բայց դեռևս չի հասեն մակարդակին, որ վերջապես ես հատկապես նկատի ունեմ, այդ տեսեք, խոսքը հիմնականում վերաբերում է մանրների, ուշադրություն չկա մանրների նկատմամբ, ոնց որ թե փոքր ու միջին բիզնեսը, այնց են մանր գյուղացիական տնտեսությունները, ոնց որ կուլ են գնում խոշորների ուշադրությունը հայ ավանդական գյուղացու նկատմամբ, նշանակություն չունի ջերմոցային տնտեսությունը, կարտոֆիլագործությունը, խաղողագործությունը եւ այլն, պիտի մեծ ուշադրություն դարձվի այն մանրների վրա, հայ ավանդական գյուղացու վրա, որպեսզի կանխվի արտագաղթը, զարգանան մանր գյուղացիական տնտեսությունը, աղքատությունը վերանա գյուղում եւ այլն։ Խորենացիի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանը կտեսակցի իր հարազատների հետ եւ հեռախոսազրույցներ կունենա։ Երևանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանի դատավոր մնացական Մարտիրոսյանը բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը եւ վերացրեց սահմանափակումները։ Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արման Առաքելյանի պաշտպանը միջնորդեց դատանին նաեւ անթույլատրելի ապացույց ճանաչել ՎԿ Էլմիրա Հովհաննիսյանի ցուցմունքը։ Նա Արման Առաքելյանի դեմ ցուցմունք է տվել եւ բացակայում է Հայաստանից։ Արման Առաքելյանը զրկված է եղել իր իրավունքներից, այն է առայես հարցեր տալու այն անձին, ով իր դեմ ցուցմունք է տվել։ Դատախազը գտա, որ միջնորդությունը անհիմն է եւ այն պետք է մերժել։ Նույն կարծիքն էր նաեւ դատավոր մնացական Մարտիրոսյանը։ Խավոք սրտի այս գործն ոնց հասկանում եմ գնալու է եվրոպական դատան եւ այս դեպքում արդեն ձեր գործողություններին, ինչպես այս 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի դեմ որոշում կայացվեց եւ Մկրտումյանի գործողությունները քննադատության ենթարկվեց, նույն ձևի եվրոպական դատանը ես համոզված եմ, որ ձեր գործողությունները քննարկման առարկա կդարձնի։ Դատավորը պարզաբանեց, որ ապացույց չճանաչելն է անթույլատրելի համարում, բայց դատանը վճիռ կայացնելիս կարող է նաեւ նրա ցուցմունքը մեղադրանքի հիմքում չդնել։ Պաշտպան Արաղ Արագյոզյանը դատանին ներկայացրեց երրորդ միջնորդությունը փոխել Արման Առաքելյանի խափանման միջոցը եւ գրավ կիրառել։ Միջնորդությանը միացավ նաեւ Ամբաստանյանը, խոստանալով, որ չի խուսափի արդարադատությունից։ Նա հիշեցրեց, որ դեպքից հետո մինչեւ օգոստոսի 12-ը գտնվել է ազատության մեջ։ Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Դատական նիստը կշարունակվի մարտի 6-ին։ Հունվար ամսին սպառած գազի վճարները սառը ցնցուղ են դարձել որոշ քաղաքացիների համար։ Թեև տարեսկզբից կապույտ վառելիքի գինը նվազել է մոտ 8 դրամով, սակայն կոմունալները վճարելուց բաժանորդներին անակնկալի է բերել այն փաստը, որ դեկտեմբերի համեմատ հունվար ամսվա համար որոշ դեպքերում նրանք ստիպված են եղել վճարել անգամ 30-ից 40 հազար դրամով ավելի։ Լրագրող Գայանե Աբրահամյանը միանգամից 3 այսպիսի զարմանք է ապրել։ 2 բնակարանի եւ 1 գրասենյակային տարածքի գազի կոմունալ վճարների հսկայական տարբերության պատճառը նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ։ Մեր տանը մենք ուղղակի չենք փոխել ջերմաստիճանը, 60 աստիճանի վրա ենք դրել եւ 60 աստիճանի վրա միշտ ջերմությունը ապահովել է։ Դեկտեմբերի համար վճարել ենք 48000 մոտավորապես, հունվարի համար արդեն եկել էր հաշիվը 64000։ Այսինքն այսպիսի տարբերություն պետք է որ չլիներ։ Գրասենյակի գազի վարձավճարն էլ դեկտեմբերին կազմել է մոտ 55,000 դրամ, իսկ հունվարի համար 70,000։ Աբրահամյանն ասում է, ու սա այն դեպքում, երբ հունվարի առաջին 10 օրը գրասենյակը փակ է եղել։ Բայց ամենամեծ շոկը լրագրողի համար դարձել է երկրորդ բնակարանը, որտեղ ոչ ոք չի ապրում։ Ջեռուցման համակարգն էլ 2 ամսվա ընթացքում աշխատել է նվազագույն ծախսով։ Բնակարանը փակ էր, որովհետև մեկը չէր ապրում, դեկտեմբերին վճարվել է 15000, հունվարին եկել է հաշվը 25000։ 10,000-ի տարբերություն, այսինքն ինձ համար իսկապես անհասկանալի է ինչ է տեղի ունենում, թե գազի կալորականության խնդիրն է, թե ինչն է։ Ես ուղղակի պարզաբանում եմ պահանջում Գազպրոմից, որովհետև սա անընդունելի է։
Նվազած սակագնով գազի դիմաց ինչու որոշ դեպքերում պետք է անգամ կրկնակի ավելի վճարեն։ Այս հարցն ակտիվ քննարկվեց նաև սոցիալական ցանցերում։ Հունվարին սպառած գազի գնից դժգոհեցին եւ այն քաղաքացիները, որոնք փոստային բաժանմունքներ են եկել կոմունալը վճարելու։ Դեկտեմբերի համար մուծել եմ ուրեմն 70-90 հազար։ Իսկ հունվարի վառած գազի համար 130 40 հազարի տարբերություն է տալիս։ Ես դեկտեմբերի 15-ից եմ հաշվում, դա մուծել եմ 25 հազար։ Ես ապրում եմ տանը մենակ։ Իսկ հունվարին ինչքան եք վճարել? Հունվարին սպառ։ Չեմ հիշում, շատ եմ մուծել։ 25000-ից ավել, հա, երևի մի 40-50 մուծել եմ։ Դեկտեմբերի համար վճարել եմ 23000, հունվարի համար 43000։ Դեկտեմբերին 80000 եմ վճարել, հիմա 120000։ Նման կտրուկ տարբերության առեղծվածը հասկանալու համար Ազատությունը դիմեց Գազպրոմ Արմենիա ընկերությանը։ Այնտեղ հարցազրույցից հրաժարվեցին, ուղարկելով միայն գրավոր պատասխան։ Ըստ այդմ նամակում նախ բացատրում են, որ 2015-16 թվականների ձմռան համեմատ այս տարի արձանագրվել է ավելի ցածր ջերմաստիճան։ Այնուհետև հղում անելով հիդրոմետրի տվյալներին նշում են, որ Երևանում հունվարին ավելի ցուրտ է եղել, քան դեկտեմբերին։ Բայց քանի որ գազի բաժանորդները միայն մայրաքաղաքով չեն սահմանափակվում, Ազատությունը եւս ճշտեց տվյալներ հանրապետության ամսական միջին ջերմաստիճանի մասին։ Դրանք ներկայացրեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը։ Ուրեմն դեկտեմբերին եղել է -6-ից -9, հունվարին -8-ից -9։ Դա միջին ջերմաստիճանը։ Այո։ Իսկ եթե առանձին օրերով նայում ենք, հունվարն է ավելի շատ ցուրտ օրեր ունեցել, թե դեկտեմբերը։ Հավասար են իրար, նման էին։ Գազպրոմ Արմենիան նամակում նշել էր նաև տվյալներ բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալների մասին։ Դեկտեմբերին սպառումը կազմել է 111 միլիոն 900 հազար խորանարդ մետր, իսկ հունվարին 128 միլիոն 500 հազար խորանարդ մետր։ Այճն այստեղ շուրջ 15% է։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, ով եւս ծանոթացավ Գազպրոմի պատասխանին, կարծում է, որ սպառման ծավալների այս 15% աճը չի կարող արդարացնել նման կտրուկ տատանումը։ Վճարման ենթակա գումարները հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 30%-ով, 25%-ով, դեպքեր կան, որ 50-60%-ով։ Այդ դա կարծում եմ չունի բացատրություն գոնե առայժմ։ Այդ հիմնավոր բացատրությունն ըստ տնտեսական մեկնաբանի Գազպրոմի պատասխան նամակում չկար։ Գևորգյանն ընդգծում է, որ ընդհանրեն այդ մի տվյալը ծածկեց բոլոր այն օբյեկտիվ հանգամանքները, որոնք կարող էին խոսել Գազպրոմի օգտին։ Հանելուկ է մնում նաև այն, թե ինչպես է ստացվել, որ սակագնի նվազումը հունվարին շոշափելի չդարձավ։ Դա պետք է ինքնաբերաբար բերեր վճարի նվազման, հա, այսինքն եթե պիտի աճեր, ասենք ինչ-որ մի X քանակությամբ, X թվով, պիտի հիմա X-7-ով աճեր, դա էլ չի խոսում հօգուտ Գազպրոմի է։ Մասնագետների մի մասը կարծում է նաև, որ Գազպրոմն այստեղ այսպես ասած խաղում է գազի կալորիականության վրա, ասում է Գևորգյանը։ Թեև ընկերությունն Ազատությանը վստահեցրել էր, որ հավատարմագրված լաբորատորիաներում կանոնավոր կերպով ստուգում են գազի որակական հատկանիշները, որ մատակարարվող վառելիքի 1 խորանարդ մետրի ջերմատվության արժեքը 8000 կիլոկալորիայից ցածր երբեք չի եղել, այդուամենայնիվ տնտեսական մեկնաբանի խոսքով դժվար է հավատալ մի տվյալի, որը չի ստուգվում անկախ մարմնի կողմից, եւ դա միշտ վերահսկելի է Գազպրոմի կողմից։ Եթե որևէ քաղաքացի ուզենա կասկածել այդ կալորիականության վրա, նա այդ իրավունքը ունի, որովհետև կշեռքը գտնվում է վաճառողի մոտ, հա, այդ կշեռքի այսպես ցուցմունքը կարող է փոխել հենց վաճառողը, բնականաբար նա այդ ցուցմունքը կփոխի հօգուտ իրեն, ոչ թե հօգուտ սպառողի։